Իշխող ուժը փակագծեր չի բացում, թե ինչու է հրաժարականի դիմում գրել Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը։ Էջմիածնի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո նրա եւ ընտանիքի անդամների անունը կրկին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Տիկին Գասպարյանն, ինչպես դուք նշեցիք, իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն հրապարակային ներկայացրել է, ես դրան ավելացնելու եւ այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում, ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, հաշվի առնելով մամուլի հրապարակումների բազմագույն լինելը միշտ, ես ուղղակի խուսափ եմ դրանց մեկնաբանել։ 2018-ից համայնքը ղեկավարող Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ կյանքի այս փուլում որոշել է իրեն նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայի դաստիարակությանը, ընտանիքի ընդլայնմանը։ Իշխող ուժի անդամները չեն հստակեցնում, թե արդյոք սա կապ ունի մամուլում շրջանառվող ենթադրյալ կոռուպցիոն կամ քրեական պատմությունների հետ։ Արթուր Հովհաննիսյանը ընդհանրական գնահատական է տալիս։ Անկախ մարդու անուն ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրաված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի քաղաքացիական պայմանագիր քաղաքական կուսակցության թիմից։ Մամուլը ավելի վաղ գրել էր, որ քաղաքացիական պայմանագրի այս ամսվա սկզբին կայացած վարչության նիստում նաև Գասպարյանի պաշտոնավարման հարցն է քննարկվել։ Իսկ ամենաուշագրավը նրա եւ Սուրեն Պապիկյանի 2020 թվականի ձայնագրությունն էր։ Գասպարյանն ասում էր, Փաշինյանը հանուն պետության պետք է գնա։ Արդեն չի դիմանում, իր նյարդերը տեղի են տվել, թող գնա իսկականից հանգստանա։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը կոռուպցիոն դրսևորումների ալիքը նոր չէ, որ նկատում է։ Երևույթը եղել է ու կա։ Մանրամասների իրավիճակի բերումով չեմ տիրապետում, բայց իհարկե սա որոշակի ցուցիչ է դաշտում եւ այս իշխանության այս 7-ամյա իշխանության ժամանակահատվածում դրան վերագրվող եւ նրա հետ անմիջապես ասոցացվող արատավոր բարքերի հետ։ Դեռ տաք է խորհրդարանի տխրահռչակ նիստի թեման, երբ պատգամավորները քաշքշեցին ու հայոյեցին միմյանց։ Հայաստան խմբակցության ղեկավարը համոզված է, որ գործող իշխանությունը բավականին աննպատակ է թիրախավորել Լևոն Քոչարյանին։ Նրա մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու։ Զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, ինքը իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել եւ մենք այդ խնդրի շուրջը կարծում եմ, որ զրույցներ կունենանք։ Ինչ նկատի ունի Արսեն Թորոսյանը, ասելով, որ քաղաքական վենդետա լինելու է։ Արթուր Հովհաննիսյանն է մեկնաբանում, կիսելով գործընկերոջ այս մոտեցումը։ Քաղաքական վենդետա ասելով մեր գործընկերը ուրեմն նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացում, որոնց արդյունքում, այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Քաղաքականապես այդ մարդիկ Հայաստանի քաղաքական դաշտից վերանալու են։ Լրագրողները հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ ասել էր, որ Հայաստանում վենդետա չի լինելու։ Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։